Փարտիրոջը ամեն ինչի համար։ Ես ուզում եմ սկսեմ խոսքը, որովհետև մի թեթև ծավալուն է, բայց շատ կարևոր խոսք է։ Մարկոսի ավետարան առաջի գլուխ 14-15 խոսքերը։ Ասում է, եւ Հովհաննեսը մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Գիտեք, այսօր իմ խոսալու վերնագիրը սենց եմ դրել, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Սրանք շատ կարևոր խոսքեր են մեր համար, որտեղ շատ անգամ մենք ոչ թե հավատում ենք, այլ հավանում ենք։ Հա, Տեր ջան, ճիշտ ես ասում, շատ լավ խոսքեր ա, շատ ճշմարիտ, այս ինչ անկեղծ խոսքեր, այս ինչ լավ։ Աստծուն պետք չի, որ մենք հավանենք։ Աստծուն պետք է մենք հավատանք։ Հավանության ու հավատքի տարբերությունը սրանումն է։ Հավանելը դու կարաս ես այո, բայց հավատալը դու գին պետք է վճարես։ Հավանությունը գին չի վճարում մարդը, բայց հավատքը գին է վճարում։ Եվ ամեն մարդ չի ուզում այդ գինը վճարի։ Ապաշխարությունը գին է վճարված Քրիստոսի զոհը, բայց հավատքը գին պետք է վճարի մարդը։ Եթե մենք ուզում ենք ապաշխարությունը տեղի ունենա մեր կյանքի մեջ, մենք պետք է հավատանք Տիրոջ խոսքին, եւ սրա համար մենք գին պետք է վճարենք։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, հավանություն չի ուզում Աստված, որ մենք հավանենք։ Աստված ճիշտ է ասում։ Աստված ինչ որ արել է 6 օր, եթե աշխատել է Աստված 6 օրում, երկիր ստեղծեց, ասեց, եւ Տերը տեսավ, որ բարի է։ Այսինքն Աստծուն պետք չի մեր հավանությունը, վայ Տեր ջան, ես ինչ լավ ես արել։ Այլ Աստծուն պետք է մեր հավատքը, որ մենք գին վճարենք այդ հավատքի համար, գին վճարենք ավետարանի համար։ Ամեն։ Դրա համար այսօր շատ կարևոր է, գիտեք, մեկ էլ ինչ տարբերություն եմ գտել հավատքի ու հավանության նկատմամբ։ Երբ որ կարդում ենք, սկսում ենք քննարկել Աստծո խոսքը։ Կարդում ենք, ասում ենք, հա, էսի սրա համար չի ասում, էս սրա համար ասում։ Էսի ոնց որ մենք դատավորներ ենք, Աստված գրել է խոսքը, մենք էլ քննարկում ենք, տենանք արժե թե չարժե։ Իսկ ավետարանը չի տված մենք որ քննարկենք, ավետարանը տված է որ ապրենք։ Էս Քրիստոսը եկավ ասես մեզ, ապաշխարեցեք ու հավատացեք ավետարանին։ Այսօր իմ ու քո հավատքը պետք է ավետարանի համար, ինչի, որ ավետարանի զորությունը գործի մեր կյանքի մեջ։ Եթե մենք չենք հավատում ավետարանի զորություն չի գործում մեր կյանքում։ Հետո մենք ասում ենք, բա ինչի սենց եղավ։ Գիտեք, որովհետև չենք հավատում ավետարանին։ Հավանում ենք, բայց չենք հավատում։ Դա համար Տերը սորտնի ամեն մեկից, որ մենք հասկանանք ինչքան կարևոր է իմ ու քո հավատքը ավետարանին։ Մենք այսօր ավետարանով ենք ապրում, ավետարանով ենք լսում, ավետարանի զորությունն է գործում մեր կյանքում։ Հետաքրքիր է, որ տեսեք ինչ ասում ստեղ Հիսուսը, երբ որ եկավ ասում, թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորություն մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարան։ Ինչ ժամանակ է մոտեցել։ Ամբողջ հին ուխտը, երբ որ մենք կարդում ենք հին ուխտը, ինչ տեղի ունեմ, ծնունդներն է տեղի ունենում, ստեղծագործությունն է, չէ՞։ Խոսում է Աբրահամի հավատքի մասին, խոսում է Մովսեսի օրենքների մասին, խոսում է պատմությունների մասին Իսրայելի, խոսում է մարգարեությունների մասին, բայց այս բոլորը, երբ որ կարդում ենք հին ուխտը, ինքը ավետարան չի։ Ինքը ժամանակներն է մոտեցնում ավետարանի։ Օրենքը ինքը դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոս։ Ոչ մեկ երբ որ շատ անգամ մարդիկ կարդում են, ասում են, բա ինչի հին ուխտում այսքան սպանություններ է եղել, այսքան մեղքեր է եղել, այսքան, գիտեք ինչի, որովհետև հին ուխտը ինքը ավետարան չի։ Հին ուխտը ոչ մեկ չի փրկվել։ Հին ուխտը ինքը ավետարանն է մոտիկացրել, ժամանակն ու դաստիարակություն է տվել մարդուն, որ մարդիկ մոտենան դեպի ավետարանին։ Ու դրա համար ասեց Հիսուսը, ժամանակը մոտեցել է։ Ժամանակը մոտեցել է, որ հավատանք ավետարանին։ Մենք հիմի հին ուխտի մեջ չենք ապրում, մենք նոր ուխտի մեջ ենք ապրում, ավետարանի ժամանակների մեջ ենք ապրում։ Շատ անգամ մարդիկ հին ուխտի օրենքներով շարժում, բայց չէ, դու ավետարանին պետք է հավատաս։
Ամբողջ 4 ավետարանը, որ գրված է, դա գրված է մեր հավատքի համար, որ մենք ավետարանով կյանք ունենանք։ Եվ որն ավետարանի գրվածը, ինչը նշանակում ավետարան, դա բարի լուր։ Աստծո կողմից ուղարկված լուր։ Ինչի համար, որտեղ այնտեղ խոսում ասում է Երանի սքավորներին, որ պետք է մխիթարվեն, Երանի հեզերին, որ պետք է ժառանգեն երկիրը, չէ՞։ Երանի կույրերին, որ պետք է իրանք տենան, Երանի աղքատներին, որ պետք է հարստանան։ Այսինքն իշքան պակաս բաներ կա, Հիսուսը երանելի է տալի, ինչի, որտեղ ավետարան կա, բարի լուր կա քո համար։ Դու եկել ես, այդ ամեն ինչի ժամանակը հասել է, որ դու պետք է քո լեցունությունը ստանաս։ Սա է ավետարանը, Երանի մնացած մարդկանց, որոնք որ փրկված չեն, որ փրկությունը եկել է քո կյանք։ Սա ավետարանն է։ Երբ որ կարդում ենք Հինուխտը, ինքը մարգարեները խոսում են ինչ որ ժամանակ պետք է գա ավետարանը։ Օրենքը երբ որ կարդում ենք ցույց է տալի, որ Մովսես ասեց, որ ձեր մեջից կգան մեկը, որ իմ նման է, նրան լսեք։ Բայց այսօր մենք ավետարանի մեջ ենք։ Այսօր մեզ պետք է ավետարանին հավատանք։ Ամեն։ Դրա համար Տերը օրհնի, որ մենք հասկանանք, ես ու դու մեզ պետք է ավետարանին հավատանք։ Համար առաջի անգամ, երբ որ մենք եկել ենք Տիրոջ մոտ, Տիրոջ տուն ենք եկել, ապաշխարել ենք, ինչ որ աղոթքներ ենք անում, Աստված շուտ-շուտ կատարում, բայց վերջի ժամանակներում ոնց որ մի քիչ երկար ենք աղոթում, հələ հավատալա պետք։ Հավատալա պետք ավետարանին։ Սատանեն այսօր եկել է խաբում է մեզի, որ ավետարանին, այսօր մեզ պետք է հավատանք ավետարանին։ Մի քիչ ուշ հետո կշարունակենք բանանել։ Ես ուզում եմ հաջորդ տեղը կարդամ Գաղատացիների 3-րդ գլուխ 18-22 խոսքերը։ Որտեւ եթե ժառանգությունը օրենքից լիներ, ապա խոստմունքիցը չէր, բայց Աստված խոստմունքով շնորհեց Աբրահամին։ Այդ օրենքը ինչ է։ Նա հանցանքների պատճառով ավելացավ, միջև որ գա այն զավակը, որին եղավ խոստմունքը, հրեշտակներով կարգված միջնորդի ձեռովը, բայց միջնորդը մեկի չէ, սակայն Աստված մեկ է։ Ուրեմն օրենքը Աստծո խոստմունքների հակառակ է, քավլիցի, որտեվ եթե օրենքը տրված լիներ, որ կարող լիներ կենթանի անել, ապա իրավի օրենքից կլիներ արդարությունը, բայց գիրքը փակեց ամենքին մեղքի ներքևը, որ խոստմունքը Հիսուս Քրիստոսի հավատքիցը տրվի հավատացողներին։ Հետաքրքիր է, որ ասում է օրենքը ոչ մեկին չարդարացրեց օրենքը։ Եթե մարդը մեղավոր է, օրենքը ասում է դու արժանի ես մահվան։ Չարդարացրեց ոչ մեկին օրենքը։ Բայց Հիսուս Քրիստոսի հավատքը դեպի ավետարան արդարացրեց, որովհետև օրենքը տարավ դեպի Հիսուս Քրիստոս։ Ով իշկան տկար կողմեր ունի, իշկան բացական կողմեր ունի։ Ով ունի թող մի հատ ձեռ բարձրացնի։ Ամեն մեկս ունենք, ես ունեմ, ես շատ ունեմ։ Բայց մի բան ասեմ, սրա մեջ ավետարանին հավատաս, կուրախանաս այդ քո տկարության մեջ, որովհետև Տերը եկել է վերջ տա քո տկարությանը։ Եթե հիվանդ ես, ուրախացի հիվանդության մեջ, որովհետև Տերը եկել է քեզ վերցնի քո հիվանդությունը։ Այսինքն ինչի համար, որ մենք հասկանանք ավետարանը հավանություն տալու համար չէ, այս ինչ ճոխ խոսքեր է, այս ինչ լավ խոսքեր է, շատ լավն էր, Տեր ջան, այս ու թողեցիր ու գնացիր։ Չէ, ավետարանը իմ համար է, որ ես ապրեմ։ Ես մի հարց եմ ուզում տամ, երբ որ խոսացին հացի համար 5000-ին, որ կերակրեց, եկան այդ հացի համար ասեցին, Տեր, որտեղ ես, քեզ մանեկանք, քեզ էինք ման գալի, ասма դուք հրաշների համար ինչ եք հետևում, այլ հացից որ կերակ ու կշտացակ։ Ու հետո բերեց այդ հացը կենթանի հոգևոր հացի համար։ Ու ինչ տեղի ունեցավ, որ Աստծո խոսքը դա հաց է մեզ համար։ Ու մի բան ասեմ, ով է մինչև հիմա հացը վեկալել ուսումնասիրել։ Խանութից ով է հաց արել ուսումնասիրել։ Ես կուզենամ ձեր բարձրեք հələ։ Հացը ով է արել ուսումնասիրել։ Բայց եթե մարմնավոր հացը չես ուսումնասիրում, ինչ ես ավետարան ուսումնասիրում։ Բայց չէ որ ավետարանը հոգու հաց է։ Ուզում ենք այնտեղ սխալ բռնենք, ճիշտ բռնենք, ասենք այս հացը չաղացնում, այս հացը նիհարացնում է, այս բանը սպիտակուսները չհատացնում են, հա, ով է այդ ձև բան անում։ Բայց չենք Աստծո խոսքը ավետարան մեջ սկսում ջոգելը, զանազանելը, ասել էսի սրա համար, չի էսի սրա համար, չէ։
ամբողջ Աստծո խոսքը ավետարանը։ Ապրեսնելու, բժշկելու, մխիթարելու, զորացնելու, աճեցնելու, ուրախացնելու, լցնելու քո սիրտ ուրախությունով։ Սա է ավետարանը։ Ինչի քրիստոնյան այսօր տխուր է, ինչի, որովհետև չի լսվում դրանով, չի ուտում ավետարանը։ Տերը տվել ասելա, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Այսօր սատանայի ամենամեծ գործը, որ ավետարանը կողքի դնենք, ավետարանը քննարկենք, ավետարան տնենք ինչ լավ խոսքեր կա, կամ ինչ վատ խոսքեր կա, կամ այնպես խոսքերը, որ մենք չենք հասկանում, մեզ պետք է չի հասկանանք։ Ոչ մեկ էլ Աստծուն չի հասկացել մինչև հիմա։ Բայց մեզ պետք է հավատանք Աստծուն, վստահենք Աստծուն։ Եվ ամբողջ ավետարանի հիմքը Հովհաննեսի ավետարանն է 3-րդ գլուխ 16-րդ խոսք։ Եվ Աստված այնպես սիրեց, որ իր միածին որդուն տվեց։ Սա ամբողջ ավետարանն է։ Որդու մեջ մտնում է ամեն ինչը։ Որդու զոհի մեջ մտնում է ամեն ինչը։ Սա ամբողջ ավետարանի հիմքն է։ Աստծո սերը հանդես է գալիս ավետարանի հիմքը։ Եվ սրանով ենք ապրում, սրանով ենք լցվում, սրանով ապակասությունները լցնում հարստությունով։ Ինչի համար, որովհետև Աստված սիրեց ինձ ու քեզ։ Ոչ մեկից գործերով Աստված չուղարկեց իր որդուն, այլ սիրեց ինքը, իր սերն էր։ Արժանացրեց ինձ ու քեզ Քրիստոսի բաժնին։ Սա ավետարանն է։ Եվ մենք պետք է հավատանք ավետարանին։ Ուզես շուրես պետք է հավատաս։ Եթե ուզում ես ապրես, պետք է հավատաս։ Բարդ է ինքը բարդ չի, պետք է հավատաս։ Դա շատ կարևոր է, որ մենք այսօր դատավորներ չլինենք քննարկելու խոսքը, այլ հասկանանք Տեր, դուր ինձ ընդունեմ, հավատամ, դուր ինձ զորություն հավատամ։ Ես մի քիչ հետո ավելի մի քիչ խորության վրա կգնամ, դրա համար կուզենամ, որ ուշադիր լինենք, էլի։ Խորության մեջ քունը տամը կարա հելնի կայնի մանկա, բայց չքանի, որովհետև այսօր ավետարան են կարծում։ Ուրիշ ժամանակ չգիտեի ինչ է կարծում, այսօր որոշել եմ ավետարան կարծում։ Գաղատացիների 3-րդ գլուխ 23-ից 25-րդ խոսքեր տեսեք ինչ ասում։ Դեռ որ հավատքը չէր եկած, օրենքի ներքևը փակված պահվում ենք այն հավատքի համար, որ պետք էր հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոս, որ հավատքից արդարանանք։ Եթե ավետարանին չենք հավատում, մեր հավատքը չի կարա արդարացնի մեզ։ Որտեղ մեր հավատքը պետք է արդարացնի մեզ, դրա համար ո՞նց անենք, որ հավատքը արդարացնի մեզ։ Հավատանք ավետարանին։ Ինչ չափով որ հավատում ենք ավետարան, այդ չափով հավատքը արդարացնում է մեզ։ Ինչ չափով որ չենք հավատում, այդ չափով չի արդարացնում մեզ։ Մեզի չխափենք ինչ որ տնային խմբակներ ենք մասնակցում, եկեղեցի են գալ, մեզի չխափենք, մեր ներսում հասկանում ենք մենք ինչ հավատք ունենք։ Ավետարանի նկատմամբ ինչ ամբողջությունով ենք մենք այդ հավատքը վեկալում։ Որովհետև ամենքը Աստծո որդիք եք, ով ամենքը։ Ես էլ, դու էլ, բոլորս էլ Աստծո որդիք ենք։ Սա Աստծո ավետարանն է, որ ես ու դու Աստծո որդիք ենք։ Հովհաննես ասում է, չգիտեմ ոնց պետք է լինի, Հովհաննեսի հասկացողությունից բարձր է այս ամեն ինչը։ Եթե Հովհաննեսը իր գլուխը դնում էր Հիսուսի գիրկը, այդ ամեն ինչը մոտիկ հարաբերություններ, ու ինքը չգիտի, ես ու դու ոնց պետք է իմանանք։ Բայց մի հույս ունենք, երբ որ կհանդիպենք Քրիստոսին, նրա նման կլինենք, եւ այս հույսը ուրախացնում է, այս հույսը լցնում է մեր սիրտը։ Դրա համար մեզ պետք է հասկանանք մի բան, Տեր օգնի հավատամ ամբողջությունով քո ավետարանին։ Մեր բոլոր պակասությունների մեջ, ես ունեմ շատ պակասություն, երևի դուք էլ կունենաք։ Մի տանջվեք լուծելու համար, այլ տանջվեք ավետարանը մեջը մտցնելու համար։ Ինչ պրոբլեմ կա, ավետարան մտավ այդ պրոբլեմի մեջ, այդ պրոբլեմ դառնալու է օրհնության աղբյուր։ Բայց եթե այդ պրոբլեմի մեջ ավետարանը չմտցնես, տանջվելու ես տարիներով, դարերով։ Կապ չունի, դու քանի տարի հոգևոր ես, տանջվելու ես, որովհետև այնտեղ չկա ավետարան, այնտեղ չկա Աստծո խոսք։ Ինչ սֆերայի մեջ վստահում ես դու Աստծուն, այդ սֆերայի մեջ օրհնություն կժառանգես։ Որ սֆերայի մեջ չես վստահում, չես օրհնվելու։ Եթե մարդ ամուսնանալու մեջ չի Տիրոջը վստահում, ինքը սխալ ընտրություն անելու 100%։
Նույն ձևի եթե ֆինանսը չես վստահում Տիրոջը, աղքատության մեջ ես ընկնելու 100%։ Վստահի Տիրոջը, վստահի ընտանիքդ, վստահի քո կյանքը, վստահի ամեն բան ու կհասկանաս, որ Տերը զորավոր գործելու է քո կյանքի մեջ ու մնացած հավատացողների մեջ։ Ավետարանը հավատացող մարդկանց համար է։ Իմաստուն մարդկանց համար չի։ Հիսուս ասեց. «Գոհանում եմ քեզանից, Հայր, որ իմաստուններից ծածկեցիր եւ քո որդիներին տվեցիր»։ Շնորհակալ եմ, որ իմաստուններից ծածկեցիր։ Շատ իմաստուն մարդու որ տենաս ավետարան չի հասկանում, մի զարմացի, ինքը չի էլ հասկանա։ Մինչև չիշնի ներքև ու ասի. «Տեր, ես ոչ մի բան չգիտեմ, ես կարիք ունեմ քո»։ Ու նոր Աստված կբացի իր ավետարանը։ Այլապես Տերը չի բացելու։ Ու եթե եկել է ժամանակ, որ ես ասեմ ես արդեն ամեն բան գիտեմ, Տերը կծածկի ավետարան ինձանից։ Ինչի համար? Որտեվ իմաստունների համար չի ավետարանը։ Ուզում եք կարդամ այդ տեղը։ Գաղատացիների առաջի գլուխ 6-ից 10-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում, ասում է. «Զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան»։ Տեսեք, ասում է կա ավետարաններ, կա։ Սա այսօր նայում ես ռեգլամներ, սա ավետարան են։ Այսինքն ի՞նչ է, բարի լուր։ Ես անում, անի ես անում, անի ես անում, բան սպասում անում ես ու ընկնում ես։ Ու ինքը բարի լուր չի։ Ու ինչ ասում, ասում է շատ ավետարաններ կա, որ ուրիշը չկա, միայն թե կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի հրեշտակ ավետարանե ձեզ նրանից ուրիշ, քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի։ Ինչպես առաջ ասեցինք եւ հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկը ավետարանե ձեզ նրանից ուրիշ, քան որ դուք արագ նզովված լինի։ Որովհետեւ հիմա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն, կամ ուզում եմ մարդկանց հաճո լինել, եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Աստծո ծառա չէի։ Հետաքրքիր է, որ Տիրոջ խոսքը ինչ ասում է, շատ ավետարան կա այսօր երկրի վրա, բայց մենք մի ավետարան ենք հավատում, որը որ Քրիստոսը քարոզել է, որը որ մենք հավատացել ենք, որը որ մենք փրկվել ենք, որը որ մենք ազատագրվել ենք, որը որ մաքրվել ենք, Էլուր գնանք ուրիշ ավետարանի, մեզ պետք է շարունակենք այս ավետարանը հավատալը։ Բայց ինչ եղավ, գաղատացիներ մեջ ասեց, ով ձեզ կախարդեց, ով գաղատացիներ։ Նշանակում է ինչ որ ժամանակ հավատում ենք ավետարանին, ինչ որ մի ժամանակ գալիս ենք եկեղեցի, ոնց իմիջայլոց են գալի, այսինքն հավատքը արդեն արանքից դուրս է գալի։ Բայց ինչի է դուրս գալի։ Որտեղ ուրիշ ավետարան ունենք, ուրիշ հույս ունենք, ուրիշ բարի խոսքեր ունենք, ուրիշ նպատակ ունենք։ Չէ, Տերը ասում է, մի կախարդվեք, այլ ավետարանին հավատացեք ու շարունակեք ավետարանին։ Դե Տերը ո՞նց է ասում, ես չգիտեմ, բայց որ աշխատում է։ Ոչ մեկը չի կարող ասի, ո՞նց է ծառը ձմեռը չորանում է, գարունը պտուղ է տալի։ Ոչ մեկ չի կարող ասի։ Բայց քանի որ Տերը ասել է, էդի տենց էլ լինելու է, դե ո՞նց է կատարում, չգիտենք։ Բայց ամեն հավատացողը կօգտվի այդ պտուղից։ Ու նույն ձևի ավետարանի պտուղից ամեն մեկ հավատացողը կօգտվի։ Իսկ ավետարանի պտուղը դա Աստծո զորությունն է եւ Աստծո իմաստությունն է։ Այսինքն եթե հավատանք ավետարանին, մենք կօգտվենք Տիրոջ իմաստությունն ու Տիրոջ զորությունը։ Եթե չհավատանք, մենք չենք կարող օգտվենք։ Ամեն։ Տեսեք Կորինթացիների մեջ ասում նույնը։ Առաջի գլուխ 17-ից 18-րդ խոսք ասում է, որովհետև Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու, այլ ավետարան քարոզելու։ Ոչ թե խոսքի իմաստության, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը, որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներս համար Աստծո զորությունն է։ Ամբողջ ավետարանը Աստծո զորությունն է։ Մեզ պետք է հավատանք ավետարանին։ Մեզ պետք չի հավանություն տանք, մեզ պետք չի կարդալու համար, մեզ պետք չի ինչ-որ հանձնարարություններ տանք կարդալու, մեզ պետք է ուտենք, հավատանք, հասկանանք, իր պակասությունները սրանով կավելացնեմ, ավետարանով կավելացնեմ։ Եվ սա է Աստծո զորությունն, իմաստությունը գալի իմ ու քո կյանք։
Չերես ավետարանին հավատալով։ Եվ տեսեք շարունակություն Կորինթացիներին ինչ ասում։ Եվ որովհետև հրյանները նշան են ուզում եւ հույները իմաստություն են խնդրում, մենք էլ քարոզում ենք խաչալ Քրիստոսը։ Հրյաներին գայթակղություն եւ հույներին հիմարություն, բայց այն կանչված հրյաներին եւ հույներին Քրիստոսը քարոզում ենք Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Սա ավետարան մասին է խոսում։ Հին ուխտի մեջ չկա Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Հին ուխտի մեջ կային օրենքներ, հին ուխտի մեջ կային մարգարություններ, որ պետք է գա այդ օրը։ Հասկանում եք, հին ուխտի մեջ կա ստեղծագործությունը, որ Աստված ստեղծեց երկիրը, բայց ավետարան չկար, որովհետև տանջանք էր, որովհետև բոլորը մեղքի տակ էին։ Բայց նոր ուխտի մեջ Տերը տվեց Հիսուս Քրիստոսի միջոցով իր սուրբ խոսքը, որի մեջ կա զորություն եւ իմաստություն։ Եվ դրա համար այսօր շատ կարևոր է հասկանանք Տեր օգնի հավատամ։ Օգնի հավատամ ավետարանին։ Դա Տիրոջ մեծ պարգևն է, երբ որ մենք հավատում ենք ավետարանին։ Դրանով մենք ունենում ենք փրկություն, դրանով մենք ունենում ենք զորություն, դրանով ունենում ենք Աստծո հրաշքները մեր կյանքի մեջ, տեսնում ենք։ Չգիտեմ ոնց։ Ով է Աստված բժշկել, աղոթքի միջոցով ով է բժշկություն ստացել Աստծոց։ Իմ ես մի հատ հարց եմ տալի, ձեր սրտերի մեջ պատասխանեցեք։ Այդ ոնց եղավ։ Ինչ արեցիր։ Նույնը Տերը ասում է շարունակի քո հավատքը, դու ավելի մեծ զորավոր բաներ պետք է տեսնես։ Հավատը ավետարն ու Տերը Տիրոջ փառքը պետք է տեսնես։ Երբ որ եկավ Ղազարոսի գերեզմանոցի մոտ, ասես քարը վերև անեք, գլորեցեք, բացեք քարը հեռացրեք, Մարթան ասեց վարդապետ ասում, արդեն 4 օրվա է, արդեն հոտել է։ Ասում Մարթա, չասեցի, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Հենց մենք ուզում ենք Աստծո փառքը տեսնենք։ Եկեք հավատանք ավետարանին։ Ինչ որ գրած է, հավատանք ավետարանին։ Փառք մեր Տիրոջը, այսօր ավետարան տրված է մեզի ապրեցնելու համար։ Խոսք կար, չէ, երգել կար, որ մենք ապրում ենք իրանով։ Մենք ապրում ենք ավետարանով։ Մեր բոլոր իրավիճակների մեջ ինչ ենք անում մենք առաջերտին։ Գալիս ենք ավետարանն ենք կարդում, որ տենանք մեզ կարանք գտնենք ավետարանի մեջ։ Որտեղ ենք մենք։ Ավետարանը, երբ որ մենք կարդում ենք, մենք պետք է տենանք որտեղ ենք թաքնված ավետարանում մենք։ Քանի ես ինձի չեմ գտել ավետարանի մեջ, ես ավետարանից ոչ մի չեմ կարող վերցնեմ։ Հասկանում եք ինչ եմ խոսում։ Մենք մեզի պետք է տենանք ավետարան մեջ, որտեղ եմ ես։ Եթե ես տենում եմ ավետարան մեջ ինձի, թեկուզ ամենավատ տեղում, բայց հասկանում եմ, որ Քրիստոս եկավ կյանք տվեց այնտեղ։ Ես էդի վեկալում եմ ու կյանք է գալի իմ մեջս։ Բայց եթե իմ կարդալու մեջ ես չեմ տենում ինձի ավետարանի մեջ, ավետարանից մասուբաժին չունեմ։ Տեր ասես Պետրոսին, ասես Պետրոս, եթե ես շլվանամ, դու մասուբաժին չունես ինձ հետ։ Այսինքն ավետարան ինքը պետք է լվա ինձի։ Ավետարան ինքը պետք է մաքրի ինձի։ Իմ հետ պետք է աշխատանք տանի ավետարանը, որ ես հասկանամ Տեր, ես բաժին ունեմ քո ավետարանից։ Քո ավետարանը իմ համար է։ Դա համար շատ կարևոր է, որ մենք այսօր հասկանանք։ Ֆուտլյար չթողենք ներսը դատարկ, այլ ավելի լավ է ներսը լցվի, հավատքի զորությունով, հավատքի գործերով։ Ես ուզում եմ մի փոքր էլ առաջ անցնեմ։ Վասնզի Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, եւ Աստծո տկարը ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ Հենց ձեր կոչումին մտիկ արեք, եղբայրներ, որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմանե, ոչ թե շատ զորավորներ եւ ոչ թե շատ ազնվականներ, այլ այս աշխարհքից հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին։ Եվ աշխարհքից տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին։ Եվ աշխարհքից անտողմներին եւ անարգվածներին Աստված ընտրեց, եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնե, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա նրա առաջին։ Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերով պարծենա։ Ամեն։ Հետաքրքիր է, որ Աստված 4
բան ասते ասում, չերես Պողոս առաքյալի միջոցով ասում, եւ Աստծուց եղավ մեզ արդարություն, սրբություն, փրկություն եւ իմաստություն։ Աստծմով եղավ, Քրիստոսով եղավ։ Եվ ով է Քրիստոսը, Աստծո խոսքը, Աստծո ավետարանը։ Քրիստոսը դա Աստծո խոսքն է, մարդացավ, որ ինքը խաչը բարձանա։ Բայց Քրիստոսը ինքը ավետարանն է, Տիրոջ ավետարանն, Աստծո ավետարանն է։ Ավետարանով մեզ եղավ իմաստություն։ Բայց եթե ավետարան չեմ կարդում, որտեղից իմաստություն։ Ավետարանով եղավ մեզի փրկություն, բայց եթե ես հարաբերություն չունեմ ավետարան հետ, որտեղից ես հավատամ, որ ես փրկված եմ։ Ավետարանով եղավ սրբություն, այսինքն սրբության մեջ մտա, բայց եթե ավետարան հետ շփում չունեմ, ավետարան ոնց կարա ինձ սրբի։ Հասկանում եք, ինչ կարևոր բան է, որ մենք հասկանանք, մենք ավետարանով ենք ունեմ մեզ բոլոր բաները։ Ու մեզ տեսնելով ավետարանի են տեղում, որտեղ որ Տերը հանդիպում է այդ մարդու հետ։ Շատ անգամ առակների մեջ Հիսուս անուններ չի տալ, ինչի համար, որ մենք այդ անունները մենք գրենք, ով է այդ մարդը։ Ասма մի մարդ կար, անցած ծառայության ժամանակ խոսված այս մասին։ Մի մարդ կար, որ իր ունեցվածքը ծախեց եւ եկավ այդ հողը առավ, որը որ այդ արտահրա, որ մեջ որ գանձ կար։ Այդ ով էր այդ մարդը։ Ինչի անուն չկա այդ մարդը։ Աստված տվեց, որ ես ու դու դնենք այդ մարդու անունը։ Ով էր այդ մարդը։ Վազգեն էր անունը։ Ով էր, ինչ էր այդ մարդու անունը։ Տեր, ես այդ մարդը եմ։ Ես եմ այդ մարդը։ Ես եմ այդ մարդը։ Ու այն ավետարանի մեջ, որ տենում ենք այդ մարդկանց անունները չկա, այդ տվել Աստված, որ մենք դնենք։ Ասում եմ, եւ մի կին կար, որ իրեք չափի ալուրի մեջ թաքցրեց, ասեց բանը, թթխմորը թաքցեց մինչեւ ամբողջ։ Ով էր այդ կինը։ Տեր, ես եմ։ Որտեւ ես քո խոսքդ իմ սրտի մեջ պահեցի, որ չգլորվեմ։ Ես քո խոսքդ, ես քո թթխմորը իմ սրտի մեջ պահեցի, որ ամբողջ իրեք չափ մալուրը թթխմորվի։ Եվ որներ է իրեք չափ ալուրը, մարմինը, շունչը եւ հոգին։ Հասկանաք, երբ որ մենք կարդում ենք, հասկանում ենք, որտեղ ենք տենում մենք ավետարանի մեջ։ Որն է մեր տեղը։ Եթե հանդիպում ենք այնտեղ, որտեղ որ մենք հանդիպում ենք այդ տեղի մեջ, ինչի համար շատ անգամ Աստվածաշունչը կարդում ենք։ Ինչի թույլ է տալի Աստված, որ մենք մի հատ նեղ ճանապարհով անցնենք, որ ավետարանի մեջ մենք մեզի տենանք կուրդենք մենք։ Հասկանանք, Տեր, շնորհակալ ենք, որ սրա համար ինձ իջացրեցի, որ ավետարանով բարձրացնես։ Ասում պետք չի, որ մենք բարձրանանք մեզանով, ասում պետքա, որ մենք խոնարհվենք, ավետարանը բարձրացնի մեզի։ Եվ երբ որ ավետարանն է բարձրացնում, ինքը բարձրացնում է երկնքների վերևը, բայց երբ որ մարդն է բարձրացնում, հեռում են այդ մարդու բարձրությունից, հետո էլ գցելու է։ Ավետարանին շատ անգամ տեսեք, այսօր մենք ավետարանը ուզում ենք քննարկենք, չէ՞։ Ավետարանը մարդկային իմաստությունը չի կարող ընդունի ավետարանը հավատքի մեջ։ Ինքը քննարկում է։ Բայց մեզ պետք չէ թթխմորը մենք վերցնենք, մեզ պետք է հավատանք։ Տեր օգնիր հավատամ ավետարանին։ Տեր օգնիր սրանց հետո, երբ որ կարդամ, ինչ իրավիճակներ, որ լինում է մեր կենցաղային կյանքում, այդ բոլոր իրավիճակները լինում է ամբողջ ավետարան մեջ։ Հələ կարդացեք, տեսեք։ Եթե մեկը աղքատության մեջ կա, հիվանդության մեջ կա, անմաքրության մեջ կա, ամեն ինչի մեջ էլ կան տարբեր, բայց միգուցե մենք այնքան մաքուր ենք արդեն, որ մենք չենք գտնում մենք ավետարան մեջ մեզի։ Դա շատ վտանգավոր է, մենք պետք է իջացնենք մեզ, հանդիպենք մեր տեղը, որ մենք ավետարանից վերցնենք։ Ամեն Տեր օրհնի բոլորիս, ուզում եմ տեսեք ինչա, ուզում եմ վերադառնամ հավատքի ու հավանության տարբերություն։ Տեսեք Եզեկիել մեջ ինչ ասում Տիրոջ խոսքը։ 33-րդ գլուխ 30-ից 33-րդ խոսքը։ Իսկ դու մարդի որդի, քո ժողովրդի որդիքը, որ խոսակցում են քեզ դեմ պատերի մոտ եւ տների դռներումը եւ մեկս մեկի հետ խոսում են իրար ասելով. մեկ եկեք ու լսենք, թե ինչ բան կա դուրսը եկած Տիրոջ կողմիցը։ Եվ նրանք քեզ մոտ կգան, հենց որ ժողովուրդը եկավ եւ քո առաջին կնստի, իբրև իմ ժողովուրդ, եւ կլսե քո խոսքերը, բայց նրանց չեն կատարել, այլ նրանք իրանց բերանով հաճություն ցույց կտան, բայց նրանց սիրտը իրանց ագահության քամակից է գնում։ Եվ ահա դու նրանց համար
քաղցր երկի պես ես, գեղեցկաձայն եւ բարեհարմար, եւ նրանք կլսեն քո խոսքերը, բայց նրանց կատարողները չեն։ Եվ երբ որ սա կգա, ահա պիտի գա, այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարե է եղել։ Հետաքրքիր է, սա էլ խոսում էր Աստծո ժողովրդի մասին, Իսրայելի մասին։ Ասում է նրանք կլսեն քեզ, հավանություն կտան, եւ դու իրանց համար քաղցր խոսող կլնես։ Ասում է, բայց իրանք ուշադրություն չեն դարձեն կատարել վրա։ Իրանց նպատակը մենակ լսելն է ու գլխով հանելն է։ Բայց իշքան կարևոր է, որ մենք հասկանանք, այսօր մեր գլուխանել պետք չէ, այսօր մեր սիրտը ընդունելն է պետք, ու ասենք Տեր, ես հավատում եմ քո ավետարանին։ Ես հավատում եմ քո բոլոր գրվածներին։ Եվ սա է, որ մեզ կյանք է տալի, ավետարանի խոսքն է, դրանով ենք փրկվել, դրանով ենք ապրում ու դրանով ունենք հավիտենական կյանք։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Գիտեք, ասում եմ, հավանությունը ինքը գին չի վճարում, դրա համար բոլորս կարանք հավանենք։ Բայց հավատքը գին պետք է վճարվի։ Հիսուս տեսեք ինչ ասում Մարկոս ավետարան 8-րդ գլուխ 34-38 խոսքը։ Եվ նա ժողովուրդը իր աշակերտների հետ իրան մոտ կանչեց եւ նրանց ասեց. ով որ ուզում եմ յետևից գալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վեր առնել եւ իմ յետևից գա։ Որտեւ ով որ կամենա իր անձը ապրեցնել կկորցնե նրան եւ ով որ իր անձը ինձ համար եւ ավետարանի համար կորցնե, նա կապրեցնե նրան։ Որտեւ ինչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհը ստանա եւ իր անձը կորցնի, կամ ինչ փրկանք կտա մարդը իր անձի համար։ Որտեւ ով որ ինձ եւ իմ խոսքերը ամոթ համրե, այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ, մարդի որդին էլ նրան ամոթ կհամրե, երբ որ գա իր հոր փառքովը եւ սուրբ հրեշտակներով։ Տեսեք, հետաքրքիր է, որ Քրիստոսը ստե զոհի համար ասում, որ իսկապես զոհ է պետք անել։ Որ զոհը, որ Տիրոջը հետևելու համար բաներ կա, որ պետք է զրկվենք, գործենք, մաքրվենք։ Եվ այս զոհը տանում է, որ ես հավատում եմ։ Եզեկիել մեջ ասում է կանեն, բայց կլսեն, բայց չեն հանի։ Ինչի, որովհետև իրանք զոհ չեն տայել։ Բայց այստեղ Հիսուս ասեց, եթե լսեք, պետք է անեք, պետք է զոհ անեք, ինչի, որ ինձ հավատացողները լինեք։ Այսօր եթե ուզում ենք, որ ավետարանին հավատանք, ավետարանի համար զոհ պետք է անենք։ Ասում եմ, որ ավետարանին հավատա ու զոհ չի անում, սա պրոստա հավանություն անում, հա։ Շատ լավ խոսքեր, ընտիր խոսքեր։ Բայց երբ որ զոհ անում, հասկանում որ ինքը գին է վճարում, արժեք է վճարում, հավատում է դրան։ Գիտեք, առաջի դարում, երբ որ նայում ենք առաջի դարի եկեղեցին, այն մարդիկ, որոնք որ հավանում են Տիրոջ խոսքը, իրանք արյուծների բերաններ չեն մտել, զոհ չեն եղել իրանք։ Բայց ովքեր որ հավատացել են, իրանք գնացել են այդ զոհի։ Թեև Աստված բոլորին էլ տիրություն անում, բայց իմացեք, մարդը երբ որ հավատում է ավետարանին, ինքը պատրաստ է գին վճարելու։ Ինքը պատրաստ է արժեք դնելու, ինքը պատրաստ է զոհ անելու։ Դա կլինի եւ առողջությունը, դա կլինի եւ ֆինանսը, դա կլինի ամեն ինչը։ Բայց եթե մարդը այդ գինը չի վճարում, ինքը չի հավատում ավետարանին։ Ինքը պարզապես հավանություն է տալ, շատ իմաստուն խոսք է, շատ խելացի խոսք է, հլնա ինչ լավ խոսք է։ Հա բայց քեզ ինչ օգուտ տվեց այդ լավ խոսքը։ Դրա համար այսօր կարևոր է որ մենք հասկանանք Տեր օգնի հավատամ ավետարանին։ Ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Հետաքրքիր է Հովանես Մկրտիչը ինքը ավետարան չէր քարոզում, բայց ինքը տանում էր ապաշխարության։ Բայց ավետարան չէր քարոզում։ Իր ամբողջ քարոզը սրանումն էր, ապաշխարեցեք, որովհետեւ կացինը դրված է ծառի արմատի վրա, որ ծառը որ բարի պտուղ չի բերում, Աստված կկոտրի։ Հասկանում եք, ապաշխարության էր տան, բայց ավետարան չէր տանում։ Բայց հետո որ Քրիստոսը եկավ, տարավ եւ ապաշխարության եւ ավետարան քարոզեց, ու ասեցին, այս մարդը փարսեցին նման չի խոսում։ Ինքը իշխանություն ունեցող նման է խոսում, ինչի, որտեղ ավետարանը Աստծո իշխանությունն է։ Եթե ուզում ենք այսօր մեր կյանքի մեջ Աստծո իշխանությունը գա, Աստծո զորությունը գա մեր ներսում, Աստծո հրաշքները գա մեր կյանքում, իմաստությունը գա մեր կյանքում, մենք պետք է հավատանք ավետարանին ու ասենք Տեր, գրված է ու ես հավատում եմ։ Չգիտեմ ոնց կլինի, բայց հավատում եմ, որովհետև շատ մարդիկ ստացել են։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Մի փոքր եմ ուզում առաջ գալ։
ու վերջացնել։ Ֆիլիպեցիների 3-րդ գլուխ 7-ից 12-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ Բայց ինչ բան, որ ինչ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ, այսքան Քրիստոսում գտնվեմ, ավետարանում գտնվեմ։ Եվ ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով, որ ճանաչենք նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքի մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Ոչ իբր արդեն բռնած լինեմ կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որ ինձ եթե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսիցը բռնված եմ։ Հետաքրքիր է հավատքի ինչ անում։ Հավատքի իր մեջ բաներ կա, որ թեև քեզի օգուտ չի վնասա, քո հասկանալով, բայց դու Քրիստոսի շահելու համար զոհում ես։ Հավանությունը ինչումն է, հավանությունը այն խոսքը, որ քեզի շահ է, դու այդ խոսքը անում ես։ Բայց այն խոսքը, որ քեզի շահ չի, պետք է կորցնես։ Դու այդ խոսքը չես անում, սա հավանությունն է, սա հավատ չի։ Որ մենք իմանանք, մենք հավատում ենք, դե հավանում ենք։ Հավանությունը իր օգտի համար է, իսկ հավատքը Տիրոջ կամքի համար է։ Եվ այն, որ դու զոհում ես, բայց Քրիստոսին շահելու համար, սա հավատք է։ Եվ սրանով մենք հասկանում ենք, որ ես հավատում եմ, որովհետև շատ բաներից զրկվեցի, զոհեցի, թողեցի, բաց թողեցի։ Ասում եմ, ձեր արդարությունը օրենքի հիման վրա է ալնում, բայց Աստծո արդարությունը չերես հավատք է լինում Հիսուս Քրիստոս։ Եվ ասում եմ, քո արդարությունը մի փնդի, բաց թող քո արդարությունը, այլ Աստծո արդարությունը ընդունի, որը որ հավատքից է։ Եվ սա է, որ մեզ արդարացնում է Աստծո առաջ եւ երկնքի ու երկրի առաջ։ Տեր, հավատում եմ, որ դու ես ինձ արդարացնողը։ Հավատում եմ, որ դու ամեն մեկին արիր ու ինձ էլ ես անում, որովհետև դու տարբերություն չդրիր ինձ ու մնացածներին։ Ամեն։ Տեր օրհնի բոլորս, որ մենք հասկանանք, այսօր Տիրոջ կանգնա, որ մենք հավատանք ավետարանը։ Ավետարան հավատալը դա ամեն մարդու բան չի։ Տեսեք ինչ ասում, վերջի խոսքը, որ ասեց, ասում է, «Ից եթե հասնենք նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսիցը բռնված եմ»։ Քրիստոսից բռնված լինելը նշանակում է ավետարանից բռնված եմ։ Եթե մարդը ավետարանից չի բռնված, ինքը Քրիստոսից չի բռնված։ Չես կարող դու ասես, հայ Հիսուս ջան, մեռնեմ քեզ, ես ինչ լավ Տեր ես դու, բայց ավետարանը քո մեջ հետևի տայի կողմը գցես։ Դա սուտ խոսքեր են։ Ասում եմ, ով որ ինձ սիրում է, իմ պատվերները կպահի, ով որ ինձ չի սիրում, իմ պատվերները չի պահի։ Ավետարանը դա Տիրոջ խոսքն է եւ դա Տերն է, որ մարդացավ ու մեզ տվեց, որ մենք ապրենք իրանով։ Ես վերջերս մեր հայաթը մի հատ ծիրանի ծառ ունենք, այն սկզբից ցուրտը վերջի այն ձունը որ եկավ, ահագին ցեն ծաղիկներով ցոգոլները, մանր ցոգոլները թափվեցին ցած։ Հետո մի քիչ անցավ, մի քիչ մեծացավ ցոգոլները, արդեն ասեցի, լավ, արդեն վсё։ Մեկ էլ ինչ տեղի ունեցավ, որ մի հատ էլ ինչ որ քամի բան եղավ, տեսա մի քանի հատիկ էլի մի քիչ միջին ցոգոլներ էլի թափվել են ցած։ Հետո ասի, լավ, երևի սրանք էլ դե մի ահագին ժամանակ էլ անցավ, մի երկու շաբաթ ահագին մեծացել են ցոգոլները։ Ու ես վերջերս էլի դեմում էլի թափվում են ցած։ Տեր ջան, մտածում եմ, ասում եմ, ի՞նչն է պատճառը, որ իրանք թափվում են։ Պատճառը ո՞րն է։ Ճիշտ է, նրանք մնում են, բայց էսի թափվում է։ Բայց ինչ որ տարբերություն կա, չէ՞ որ այնի թափվում է, այնի մնում է։ Ախր տարբերություն թե չէ պետք է չլներ, ինչի, եթե թափվելու էր սաղ կթափվի, եթե չէր թափվի, սաղ չէին թափվի։ Բայց ի՞նչն է տարբերությունը։ Հասկացա մի բան, որ Տերը խոսած ասեց, այն ցոգոլները, որ սնուցանվում են ծառից, իրանք կարում են պին բռնվեն ծառից։ Այն ցոգոլները, որոնք որ իրանք չեն սնուցանվում ծառից, իրանք թուլանում են իրանք, ու ամեն մի քամու հարվածը կարա իրանք գցիցած։ Այսօր իշքան կարևոր է, որ մենք հասկանանք, մեզ պետք է, որ ոչ թե մենակ կարդանք ավետարանը, ոչ թե մենակ գլխով, այլ սնուցանվենք իրանից։
Ժամանակ ժամանակներ, երբ որ նայում ես մի թեթև փոթորիկալ, մի թեթև քամյալ, մի թեթև ցուրտ եղանակ ալինում իր հոգևոր դաշտի մեջ, մի թեթև անձրևներ ալինում իր հոգևոր դաշտի մեջ, մեկ էլ տեմես այդ մարդը գնաց, կորավ, ինչն էր պատճառը։ Այս գայթակղություն չի պատճառը։ Այս ինչ գայթակղության պագոտ է, այս ինչ քամի արեց, չէ քամի չի, քամին պրոստը ցույց տվեց ով էր բռնված Տիրոջից, ով չէր բռնված Տիրոջից։ Ամեն։ Դա համար Տեր օրհնի այսօր հասկանան, մենք այսօր պետք է բռնվենք ավետարանից։ Սիրուն խոսքերին պետք չի նայել, փիլիսոփայական խոսքերին պետք չի նայել։ Մեզ պետք է Աստծո ավետարանից բռնվենք, ասենք Տեր, սնուցի ինձ սրանով։ Սնուցել գիտես ինչ է նշանակում, որ ավետարանի ուրախությունով ուրախանում ես, ավետարանի տխրությունով տխրում ես։ Սնուցում սա է նշանակում, երբ որ ավետարան կարդում ես, ավետարան քեզ կարա լացացնի, ու ավետարան քեզ կարա ուրախացնի։ Ավետարան քեզ կարա մխիթարի, ավետարան քեզ կարա հույսով լցնի, սա նշանակում է, որ ես սնուցանվում եմ ավետարանով։ Բայց վերջի ժամանակներում, երբ որ ավետարան կարդում եմ, ես ապրումներ ունեցել։ Ուրախացել ավետարանը, դե ուրախացել է, դե քանի գլուխ կարդացել եմ։ Ինչքանով եմ ավետարանի այդ ապրումներով ապրումներ ունեցել։ Ինչքան է ինձ լացացրել կամ ուրախացրել, կամ մխիթարել, կամ զորացրել ինձ, ինչքան ժամանակ, նշանակում է այդ չափի է իմ սնուցում ավետարանից։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկից, որ մենք բոլորս հասկանանք մի բան, մի տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Փիլիպեցիների 4-րդ գլուխ 11-ից 13-րդ խոսքը։ Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, վասնզի ես սովորեցի ինչի մեջ որ կամ նրանով բավական լինել, այսինքն Քրիստոսով, այսինքն ավետարանով բավական լինել։ Հետաքրքիր է մարդիկ շատ անգամ պատմում են իրաց կյանքի մեջ, որոնք որ ուտելու բան չուն ունեցել, հաց չեն ունեցել, բայց ծնկի են եղել, ավետարանն են սկսել կարդալը, ավետարան վրա այդ իրավիճակի մեջ լացել են, ասել են Տեր, մի բան գիտենք, որ մենակ դու ես մեր Տերը, դու գիտես մեր ցավը, դու գիտես, ու ասում եմ եւ այս աղոթքը տվել են ու ասում եմ չգիտեմ ինչ հրաշ ձևով ասում եմ հասել է այդ ամենը, ինչի համար, որովհետեւ իրանք սնուցանվել են ավետարանից։ Իրանց հույսը չեն դրել իրանց ոչ մեկի վրա, իրանք սնուցում են ստացել ավետարանից, ավետարանը իրանց ուրախացել է, նույն ձևից է ասում ամեն ինչին լավ սովորել, ասում վասնզի ես սովորեցի ինչի մեջ որ կամ նրանով բավական լինել։ Գիտեմ պակասություն քաշելն էլ ավելություն լինելն էլ ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ, կշտանալն էլ, սովելն էլ, ավելություն ունենալն էլ, պակասություն քաշելն էլ, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ամեն բան կարող եմ։ Եվ սա ոչ թե մենակ Պողոսն է ասում, սա ես ու դու էլ պետք է ասենք, որովհետև մենք նրանով ենք ծնված, նրանով ենք ապրում եւ նրանով կարող ենք ամեն բան։ Եվ ինչ կարող ես իրանով, ամեն բան։ Եթե տկար եմ, կարամ ուրախանամ, զորանամ, ասեմ Տեր շնորհակալ եմ այս ամենի համար։ Եվ սրանով մենք սկսում ենք աճելը, սրանով հարաբերություն ստեղծելը, սրանով ապրումներ ունենալ, ապրումներ փոխանցելը։ Գիտեք, շատ անգամ ընտանիքների մեջ որ վեճերա տեղի ունենում պատճառը ինչումն է։ Տակիտակ Աստված բոլորի ստանում է ինչ-որ նեղ ճանապարհով։ Նեղությունների մեջ ունենում ենք ապրումներ, ու այս ապրումների մեջ իրար սկսում ենք ընդունելը, իրար սկսում ենք հասկանալը, իրար հետ սկսում ենք տաշվելը, նույն ամանի մեջ այփվում ենք իրար հետ։ Բայց շատ անգամ այդ այփվելու, տաշվելու պահան է ցալում, որ սկսում ենք իրար հետ վիճվել, ասում ենք սաղ դու ես, սաղ դու ես, սաղ դու ես, մեկ էլ հասկանում ենք մի բան, որ մենք չենք իրար հետ ձուլվում, մենք չենք իրար հետ մերվում։ Ավետարանը տանում է մեզ այս ապրումների մեջ, որ մենք ունենանք ապրումներ Քրիստոսի հետ, ու Քրիստոսի հետ ուրախանանք, Քրիստոսի հետ լացենք, որ մեր ապրումները օտար չլինի Տիրոջ ապրումներով։ Տերը մի բանի համար ուրախանում է, մենք չգիտենք ինչի չենք ուրախանում, մենք ուզում ենք ուրիշ բանի համար։ Շատ անգամ են ավակ որդու նման են կլնում, անառակ որդու առակի մեջ պատմության։ Ասում է դու մի հատ ուլել չտվեցի, որ գնայի ես ուրախանայի իմ ընկերների հետ։ Բայց չէ որ հորդ ուրախությունը, որ իր որդին վերադարձել է, միթե այդ ուրախությունը քո համար ուրախություն չի։ Կամ քո ուրախությունը քո ընկերների ուրախության մեջ ես դնում, բայց այն որ տխուր էր, դու ուզում ես անպայման մի հատ ուլ տաներ, որ ուրախանի։ Հերը տխուր էր տունը, իսկ դու ուզում ես ուրախության պատճառ գտնեիր։ Ու շատ անգամ մենք ենք օտարանում Տիրոջ ապրումներից մենք, ինչի,
որովհետև ավետարան տեղ չունի մեր ներսում։ Մենք չենք հավատում։ Մենք մերն ենք ուզում մանանք, բայց Աստված ասում է հավատացեք ավետարանին։ Ինչի՞։ Որ հասկանանք Տիրոջ ապրումներ, Տիրոջ ցավը, Տիրոջ ուրախությունը, Տիրոջ էությունը։ Ու երբ որ մեկին տենում ենք մեղավոր, մենք հասկանանք, բան Տեր, ես սորտում եմ, որ այդ մարդը գա դեպի քեզ։ Ոչ թե ասենք, ես ինչ կեղտոտ մարդ ես։ Տեր հեռացրա թող եկեղեցու անունը պատիվը չգցի։ Չէ, հենց այդ մարդկանցով Աստված սարքեց, ստեղծեց ու հաճացրեց իր ավետարանը։ Ամեն։ Տեր օրհնի, կանգնենք ոտքի։ Մի աղոթք եմ ուզում բերենք։ Մենք բոլորս կարիք ունենք Տիրոջ ավետարանին։ Ինձանից սկսած բոլորս։ Գիտեք, շատ անգամ մեզ պետք է հանդիպում ունենանք Տիրոջ հետ չերես ավետարան, ասենք Տեր, քո ավետարանի ուրախությունով լցրու այսօր։ Երբ որ գալիս ենք կարդալ ու աղոթենք, ասենք Տեր, ուզում եմ այսօր քո ավետարանով ինձ ուրախացնես։ Եթե տխրություն ես տալի, էլի տխրոցրա, բայց քո ավետարանի հիմքը լինի քո ավետարանը։ Այս ապրումներ քաղցր ապրումներ են։ Տիրոջ առաջ լացելն էլ է քաղցր, խնդալն էլ է, ուրախանալն էլ է քաղցր։ Երբ որ այդ ամեն ինչը գտնում ենք ավետարանի մեջ, բայց երբ որ ավետարանի մեջ չեն գտնում, այնքան որ բան է, պաշտոն ենք պահում, ոնց որ ասում եմ, ձեր կոչումին մտիկ արեք, տեսեք հլա, որ մենք բոլորս էլ ավետարանով ընդունեցինք Տիրոջը։ Եկեք մի աղոթք բերենք, ասենք Տեր, մենք ընդունում ենք, մենք հավատում ենք, ու ինչ որ պակասություն ունենք, օգնի, որ ավելին հավատանք։ Բայց մարդու ռազումը թույլ է, որ Աստծո գործերը հասկանա։ Հավատացեք, շատ թույլ է։ Դա համար մենք ռազումով չմոտենանք, հասկացողությունով չմոտենանք, այլ հավատքով սրտով մոտենանք Տիրոջը։